Վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է Առավոտ լուսոն ու շարունակվում են մեր օրվա կարևոր թեմաները։ Ամենակարևոր թեման իհարկե առողջությունն է, ու մենք ամեն անգամ ուրախությամբ խոսում ենք առողջության այս կամ այն խնդրի կանխարգելման մասին, ինչպես կարելի է հետազոտվել, երբ պետք է դիմել բժշկի, ինչ բժիշկ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի տա առաջին օգնությունը, այս եւ այլ հարցերի պատասխանները իհարկե մենք արդեն զրույցների ընթացքում հասկացել ենք, որ Հայաստանում կարելի է բավարարել յուրաքանչյուր հարցի պատասխան, բուժել յուրաքանչյուր հիվանդություն, բայց եւ այնպես գիտենք, որ Հայաստանը հետ չի մնում ժամանակակից նոր ստանդարտներից, փորձի փոխանակում, գործընկերային շատ ջերմ ու սերտ հարաբերություններ, նաեւ միջազգային բուժհաստատությունների հետ, ինչը արդեն ավելի մեծ հնարավորություններով մեզ է սպասում։ Թե ինչի մասին եմ խոսում, կիմանենք հենց հիմա։ Այո, ես շտապ եմ ներկայացնել մեր հյուրին, Արմեն Մարտիրոսյան, Global Med Consult բժշկական կոնսիերժ ծառայության համահիմնադիր եւ տնօրեն, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն։ Բարի լույս։ Կարոտած ասում ենք բարի լույս։ Կարոտած եւ ձեզ եւ տաղավարին եւ միջավայրին մի քանի ամիս մեկ որ այստեղ չեմ լինում ձեզ ոնց որ մի բան պակասի ինձ մոտ բայց մենք գիտենք որ աշխատանքները շատ են այս փուլում եւ այն մարդիկ որոնք իրենց բուժման ընթացքն են արդեն պլանավորում եւ անցնում նաեւ ձեզ հետ հատկապես փոքրիկները դա է պատճառը որ մենք քիչ ենք հանդիպում չնայած շատ պատմելու բաներ կան քիչ առաջ խոսեցինք Հայաստանի եւ աշխարհի կապի մասին մի փոքր պատմենք ինչ է սպասվում եւ արդեն որ փուլում ենք գտնվում փորձի փոխանակման բժիշկների մասով եւ բուժառուների դրսում արտերկրում բուժում ստանալու հնարավորությունների մասին։ Շնորհակալ եմ շատ ձեզ բոլորիդ հրավերի համար, բարբերաբար կարևոր հարցերին անդառնալու։ Ես երկար տարիներ, ինչպես գիտեք, զբաղվել եմ երեխաների առողջության հետ կապված հարցերով, փորձել եմ համակարգ ստեղծեմ, որը պետք է ամբողջովին փակի ծանր հիվանդությունների դեպքում կյանքի վտանգ սպառնացող հիվանդությունների դեպքում եւ փառք Աստծո արդեն հիմնադրամ տեսքով այս դեպքում այնպեսի համակարգ է ստեղծվել, որը բավականին մեծ կշիռ ունի եւ այսպես մեծ խնդիրների ծավալ է կարողանում փակել։ Մենք ապահովում ենք եւ երեխաների բուժումը Հայաստանում եւ արտասահմանում ըստ կարիքի։ Այս տարիների ընթացքում նաեւ շատ եմ օգնել մեծահասակներին, մեծերին ուղղորդելով տարբեր կլինիկաներ, տարբեր երկրներ, այո, այստեղ մենք բավական լավ, լուրջ մանատոնկոլոգիայի մասով, սրտաբանության եւ այլ ուղղություններով շատ առաջտար մասնագետներ ունենք, բավականին մեծ թվով լավ վերապատրաստված բժիշկներ ունենք եւ նրանք մեծ իմասամբ կարողանում են շատ ճիշտ գրագետ կազմակերպել, բայց երբ որ գալիս է դեպքեր, երբ որ շատ ծանր кейս է, մետաստատիկ кейս է, օրինակ օնկոլոգիայի դեպքում հազվադեպ հանդիպող հիվանդություն է եւ նմանատիպ շատ հարցեր, բնականաբար կարող են փորձ ունենալ մեր լավ մասնագետները հայաստանյան Բնականաբար նրանք ամեն ջան գործադրում են նաև որ աշխարհով իրենց գործընկերների հետ այդ պրոտոկոլները գրող այդ ուղղության պրոտոկոլները գրող մասնագետների հետ շփվեն, բայց ոչ բոլոր դեպքերում է դա ստացվում եւ ոչ բոլոր բժիշկները այդ հնարավորությունն ունեն։ Հայաստանում ամեն տարի 8000-ից ավել կարծեմ քաղցկենոցող նոր առաջնային դեպքի հայտնաբերում տասնյակ հազարներ են հասնում եւ բնականաբար ոչ բոլոր դեպքերում կարող են նրանք օգնել։ Եվ այն բոլոր դեպքերում, երբ որ բավական լուրջ առողջական խնդիրներ կա տվյալ մարդու մոտ, դա լինի սրտաբանական, լինի օնկոլոգիական, հեմատոլոգիական կամ այլ նյարդաբանական, այս տարի ընթացքում իմ կապերը, ռեսուրսները այսպես կոնսոլիդացնելով եւ վերածելով սիներգիայի ստեղծեցինք Global Med Consult բժշկական կոնցերտ ծառայությունը, որը միջազգային կոնցերտ ծառայություն է եւ Հայաստանում առաջին նման ծառայություն է, կարծեմ տարածաշրջանում եթե չեմ սխալվում, եւ մենք փորձում ենք օգնել այն բոլոր հիվանդներին, այն բոլոր անձանց, ովքեր ունեն նեղ խնդիրներ, լուրջ խնդիրներ, առողջական այնպիսի խնդիրներ, որոնք Հայաստանում հնարավորություն չկա բուժելու։ Մենք կազմակերպում ենք բժշկական խորհրդատվություն աշխարհի լավագույն մասնագետների ներգրավությամբ Ամերիկայից, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ավստրիա, շատ երկարացանք Հարավային Կորեա, Սինգապուր, Իսրայել ու մեր ամենամեծ առավելությունը նաև որ ոչ թե ուղղակի գտնում ենք լավ մասնագետներ եւ փորձում ենք խնդրին, մեզ համար շատ կարևոր է կոնկրետ նեղ խնդրին լուրջ էական ամբողջական լուծում տալ մենք դառնում ենք ապահովում ենք գտնելով նեղ մասնագետներ ոչ թե ուղղակի օնկոլոգիա է, թոքի օնկոլոգիա է, չգիտեմ, այս ստադիայինը մյուս այլ հա գտնում ենք ոչ միայն լավագույններին, այլ այս նեղ մասնագիտացում ունեցող լավագույններին։ Դա կլինի Ամերիկայի ինչ-որ առաջտար կլինիկայում, Ֆրանսիայի, Իսրայելի թե Հարավային Կորեայի,
դա ոնց որ արդեն երկրորդային է, մեր ցանցը այնքան մեծ է եւ այնքան մեծ փորձառություն է կուտակվել այս տարի ընթացքում եւ մեր դրսի գործընկերների միասին այդպիսի լավ սիներգիա կա, որ մեր առավելությունը գտնել տվյալ հիվանդության համար նեղ մասնագետներին, եթե անհրաժեշտություն կա խորհրդատվություն, եթե անհրաժեշտություն կա բուժում, վիրահատություն, բայց մենք նաեւ հպարտանում ենք մեր այն ուղղությամբ, երբ առաջարկում ենք մարդկանց կանխարգելիչ հետազոտություններ։ Դուք ձեր խոսքում նշեցիք լավագույն երևի թե լուծումը ոչ թե հասնի հիվանդությունը այն աստիճանի, որ կարիք լինի նման ծանր միջամտության եւ շատ նեղ մասնագետնի աշխարհի մակարդակով գտնելն, այլ տարեկան 1 անգամ, 2 անգամ աշխարհի առաջատար առաջատար երկրների լավագույն կլինիկաներում հնարավոր է կազմակերպել 1-2 օրվա ընթացքում։ Այդ ամբողջ հետազոտությունները ամբողջական անգամ ուրբաթ երեկո գնալ, Կիրակի գիշեր հետ գալ։ Այ այդ բարդ գործընթացը, որ ասում եք 1-2 օրվա ընթացքում, ես ոնց հասկանում եմ, շատ բարդ գործընթաց է դա։ Ոնց եք կարողանում իրականացնել այդ կարճ ժամանակահատվածում։ Ինքը խոսքը կանխարգելիչ հետազոտությունների check-up-ներ կոչվածների մասին է։ Դա կլինի Անգլիայում, Մեծ Բրիտանիա, այնտեղ լավ պարտներներ գործընկերներ ունենք, Գերմանիայում, թե մեկ այլ Հարավային Կորեայում օրը ֆիքսելը, ժամը ֆիքսելը, եթե մանավանդ վիզայի խնդիր չկա ու հաջորդ օրը կազմակերպել մեկնումը տվյալ մարդու, դա ոնց որ հստակ գծած ծրագիր է եւ կարծես թե լավ ստացվում է մեզ մոտ։ Իհարկե դժվարություններով, բարդություններով շատ հանգամանքներ կախված են, օրինակ եթե տվյալ մարդը ուզում է Գերմանիա գնա, բայց Մյունխեն օրինակ, բայց չունի վիզա, բնականաբար 1-2 օրը մեզ չեն կարող կազմակերպել։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդատվության 3-5 աշխատանքային օրվա ընթացքում, դա երբ որ մենք ամբողջական փաստերը ստանում ենք բուժառուներից, մենք կարողանում ենք 3-5 աշխատանքային օրվա ընթացքում ոչ միայն գտնել նեղ մասնագետին, ոչ միայն այդ կապը կազմակերպել, այլ նաև խորհրդատվությունը, երկրորդ կարծիքը, բնականաբար, եթե շատ ծանր кейս է, շատ ծանր դեպք է, երբ որ պետք է ոչ թե ուղղակի մեկ մասնագետ հետազոտի, այլ պետք է tumor board կազմակերպվի, ստեղծվի, այդ կոնսիլիում իրականացվի առաջատար մասնագետների, պետք է ներգրավել սրտաբաններ, նյարդաբաններ եւ այլն, բնականաբար այս դեպքում 3-5 աշխատանքային օր ուղղակի հնարավոր չի ապահովել, բայց ստանդարտ սովորական դեպքերում մենք դա կազմակերպում ենք եւ չափազանց շատ ենք կարևորում եւ գնահատում ոչ միայն ուղղակի բուժառուի եւ այսպես առաջատար լավագույն մասնագետի կապը, այլ այստեղի բժիշկի ոնց որ դուք ձեր խոսքում մեջ նշեցիք եւ մեկ այլ առաջատար մասնագետի մենք բժիշկներ ունենք, որոնք աշխարհի մակարդակով բավականին մեծ հեռանկանի հնարավորություններ ունեն, բավականին մեծ շփումներ ունեն, բավականին մեծ վերապատրաստումներ են անցնում, խոնարհումս բոլորին, որովհետեւ նրանց շնորհիվ որ հազարավոր կյանքեր փրկվում են, բայց այս բժիշկն է կարող է X բժիշկը, որը շատ առաջատար կարող լինել, բայց գուցե Հարավային Կորեայի այդ ռոբոտային վիրաբուժության, չգիտեմ, ամենաառաջատար բժիշկի հետ հնարավորություն չունենա շփվելու, մենք դա կարող ենք ապահովել ոչ միայն ուղղակի շփումը իրանց կապը եւ այլն, մենք ոնց որ բուժառուի հետագծով ենք գնում, եթե բուժառու կա, որը ունի խնդիր, մենք շատ ենք խրախուսում, անգամ անչափ շնորհակալ ենք լինում, երբ որ բուժառուի հետ միասին նաեւ բժիշկներ են մասնակցում այդ խորհրդակցությանը, մյուս բժիշկի համար դա շատ հեշտ, շատ ընկալելի, շատ արագ է ստացվում, շատ պրոֆեսիոնալ եւ վերջ-վերջը այս երկրորդ կարծիք է սա, ու բժշկական ախտորոշում չի։ Բժիշկը լավագույն ինչքան է ուզում աշխարհի top 1 բժիշկն է ընդհանրեն, ինքը չի կարող ախտորոշում տալ, որովհետև բուժառուին չի տեսել, չի հետազոտել, իր մոտ այդ ամբողջ չի կազմակերպվել, ինքը նայում է թղթերը, թղթաբանությունը, հարցեր է տալիս բժշկի հետ երկխոսության միջոցով կամ պացիենտի տալիս է եզրակացություն։ Մեզ համար նաև շատ կարևոր է, որ մենք ուղղակի այսպես չենք ամփոփում եւ ուղարկում բժիշկներին, ասենք, տեսեք, հետազոտեք։ Մենք շատ հստակ հարցեր ենք կազմակերպում, նաև այստեղի բժիշկների միջոցով, որ մեզ պետք է իմանալ այս հարցերի պատասխանները։ Ոչ թե բժիշկը ինչ է կարծում, ճիշտ է, սխալ է, դա մեր գործը չի։ Սխալ է, ճիշտ է, արդեն բժիշկները կասեն։ Մենք հստակ հարցեր ունենք, ու առանց այդ հարցերի երբեք ոչ մեկին չենք անց ստացնում։ Այս ծրագիրը հիանալի հնարավորություն է, երբ աշխարհը իր դռները բացել է Հայաստանի առաջ բուժառուների եւ բժիշկների, արդյոք Հայաստանն էլ բաց է աշխարհի առաջ հակառակ ուղղությամբ, եթե օրինակ Միացյալ Նահանգներում կամ Գերմանիայում կա մի բուժառու, որին անհրաժեշտ է նաեւ հայաստանյան լավագույն մասնագետների երկրորդ կարծիքը։ Շատ լավ հարց է եւ այո, նման եւ պոտենցիալ կա եւ հնարավորություն կա։ Իհարկե ներգնատուրիզմը լրիվ ուրիշ ուղղություններով է զարգանում, ավելի շատ կոսմետոլոգիա, նաեւ սրտաբանություն, որը բավականին էլ առաջատար կան ատանաբուժություն, բայց ես օրինակ իմ փորձից ասեմ, Ամերիկայում գտնվող շատ տարբեր ընկերներ, մտերիմներ ունեմ,
որոնց օրերի թե ժամերի ընթացքում կապ եմ տալիս տեղի լավագույն մանկաբույժների, օնկոլոգների կամ տարբեր առաջտար մասնագետների, ինչի որտեղ ոչ թե այնտեղ չկա այդ մասնագետը, որ չեն կարող խորհրդակցել, այնքան խիտ են այնտեղ մուտք չունեն գրաֆիկները այդ մարդկանց եւ մեկ ընկերավոտը կոտրել է կամ մի հատ իմ բարեկամի երեխայի մոտ էս ինչ խնդիրն առաջացել, մինչև իրենց մանկաբույժին կամ թերապևտին կամ մեկ այլ մասնագետին հասնել կարող է տևել 3 ամիս եւ աստված մի հարցը կարող է ուրիշ հետևանքներ ունենալ։ Դրա համար շատ արագ կապ ապավել, այս ծառայության շնորհիվ դա չենք անում, այսօր դա ընկերական այսպես արագ փորձում ենք ամեն ձև կազմակերպենք, բայց նման պահանջարկ կա, գուցե հետագայում նման առանձին ուղղություն է զարգանա։ Մեր միտումը, մեր ամբողջ իմ ամբողջ գործունեության եւ հիմնադրամի եւ այս ծառայության եւ ընդհանրապես ցանկացած բան, երբ որ ստեղծում եմ, հիմքը Հայաստանն է, հիմքը Հայաստանի բժշկության ուժեղացումն ու ամրապնդումն է, ու մենք երբեք չենք խրախուսում Հայաստանից դուրս գալը, արտագնա туриզմը, եթե դա կարևոր է, եթե դա շատ հրատապ է, եթե այնպիսի վիրաբուժական միջամտություն պետք է լինի, որը ուղղակի հնարավորություն չկա Հայաստան բուժելու, մենք իհարկե ոչ միայն խրախուսում ենք, այլ նաև ամբողջը կազմակերպենք, կոնցերտ ինչի է կոչվում։ Գալիս է տվյալ մարդը, անգամ հիմա փորձում ենք համակարգներ դնենք, որ ինքը եկավ թույլտվությունները տվեց, արդեն ունենք այդ ռեսուրսները, հիմա հայաստանյան կլինիկաների հետ համագործակցության ձևաչափերն են քննարկում, որ ինքը եկավ ասեց, ես հնդին ունեմ, մի քանի պայմանագիր ստորագրեց, մեզ համար չափազանց կարևոր է ամբողջ օրինական եւ ճիշտ դաշտում, ինչքան է Հայաստան բժշկական գաղտնիքի հետ ոչ մեկ հետաքրքիր առնչություն չունենա եւ հետաքրքրություն չունենա պահպանելու ամենտեղ ցավոք սրտի, մենք խստագույնս պահպանում ենք ամբողջ բոլոր թույլտվությունները ստանալուց հետո մենք փորձում ենք ինքներս այդ ամբողջ թղթաշրջանառությունը կլինիկաներով մյուսներով կազմակերպենք, որ մարդը եկավ ասեց, ես այս խնդիր ունեմ, հետաքրքրված եմ ձեր այդ աշխատանքով, ինքը մոռանա մնացած մասին։ Իսկ մենք լինենք իր կողքին, ինքը մենակ իր խնդրի մասին մտածի, հասկանա, որ մնացած կազմակերպչական ամեն ինչ կան մարդիկ, որոնք հոգում են։ Այս կերպ նաև ազատում եք բուժառիներին ավելորդ ստրեսից եւ ընտանիքի անդամներին պետք է հետաքրքրվել, գնալ այս կամ այն կլինիկան, այս դեպքում ամեն բան կազմակերպեք ինքներդ։ Ցավոք սրտի շատ մեծ խնդիր է այս բավական Հայաստանում, այո։ Շնորհակալ ենք անչափ, մեր եթերաժամը սահմանափակ է, բայց մեր տեղեկությունները այսքանը չէին եւ հուսանք, որ մենք առաջիկայում կրկին կունենանք առիթներ հանդիպելու, որպեսզի նաև պատմենք բժիշկների վերապատրաստումների մասին, բայց այո, քանի որ այս թեման եւս շատ ծավալուն է, կհանդիպենք էլի առավոտի տաղավարում։ Շնորհակալ եմ, որ առավոտը սկսեցիք։ Ձեզ լավ բոլորիդ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, իսկ մենք շարժվենք առայցի էլի հեռուստադիտողներ։